Արևմտյան Հայաստանից մինչև Արցախ, Արցախից մինչև Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջաններ։ Մաչանեց Բերդաքաղաքում բացվեց Մտքի թատրոն-թանգարան, որտեղ ցուցադրված են Գրիգոր Բաբախանյանի ավելի քան 40 տարվա ընթացքում հավաքագրած նմուշները։ Մեր թանգարանը կոչվում է Մտքի թատրոն-թանգարան, ինչու, որովհետև մարդկության միտքը, ինչ որ իր ստեղծման օրից ստեղծել է, այստեղ կան տարբեր նմուշներ, տարբեր ազգերի մշակույթից մասնիկներ, ամենահին իրերը այս թանգարանում մինչև 7000 տարի են թվագրվում մասնագետների կողմից։ Թանգարանը ներկայացվում է թատերարվեստի միջոցով դերասանների կողմից, որը դարձնում է ավելի գրավիչ, ավելի ինտերակտիվ և թանգարան հաճախելը դառնում է ավելի ցանկալի, հետևաբար այլընտրանքային միջոցով մենք մարդուն, հայ մարդուն մանավանդ տալիս ենք արմատների հետ կապվելու, արմատները ճանաչելու հնարավորություն։ Թատրոնի միջազգային օրը մարտի 27-ին է թատրոն-թանգարանն իր դռները բացում այցելուների առաջ։ Միջոցառմանը ներկա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը նշում է. թատրոն-թանգարանի ծնունդը թե Էջմիածին քաղաքի և թե հանրապետության համար կարևոր նշանակություն ունի։ Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ապակենտրոնացման գործընթացներին և մարզերում մշակույթի ակտիվացման և զարգացման գործընթացներին, և այստեղ նոր ֆորմատով թատրոն է բացում, ինչը որ մենք նույնպես խրախուսում ենք, այսինքն չլինի ավանդական միայն բեմ, դահլիճ, այդ հարաբերությունը, այլ թատրոնը լինի ամենուր և այնտեղ, որտեղ հնարավորություն կա թատրոն լինելու, և այստեղ այդ երազանքների թատրոնը ոնց որ թե Մաչանենց տունը կարողանում է բացել, որովհետև այստեղ համադրված են արվեստներ, այսինքն այստեղ մենք ունենք թանգարանային արվեստ, որը համադրվում է ավելի կենդանի թատրոն արվեստի հետ, ժառանգություն և ժամանակակից արվեստ։ Շատ հետաքրքիր ֆորմատ է և կարծում եմ պետք է խրախուսել։ Միջոցառմանը ներկա են տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ Շվեդիայի, Չեխիայի, Իրանի, Իրաքի, Ռուսաստանի և Բրազիլիայի դեսպանատներից, Եվրոպական միությունից և այլ միջազգային կազմակերպություններից։ Հյուրերի թվում են Արմավիրի մարզպետարանի, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև մարզի կրթօջախների տնօրեններ և արվեստասերներ։ Ինձ համար մեծ պատիվ է լինել Մաչանենց տանը։ Այստեղ արվեստը, մշակույթը և կրթությունը միահյուսված են։ Ես տպավորված եմ այն աշխատանքով, որն իրականացվում է երեխաների ու երիտասարդների համար։ Մենք բարձր ենք գնահատում նման նախաձեռնությունները։ Հաճելի է այսօր լինել այստեղ, մասնակցել թատրոն-թանգարանի բացմանը։ Հայաստանի և Շվեդիայի կապերը միշտ ամուր են եղել և այդ կապերը գնալով ավելի են ամրանում։ Մենք անհամբեր սպասում ենք, թե երբ է հայկական մշակույթը դառնալու որպես եվրոպական մշակույթի մաս։ Իրանն ու Հայաստանն ունեն մշակութային շատ ընդհանրություններ, որոնք տեսանելի են տարբեր ոլորտներում։ Ուրախ եմ այսօր գտնվել Մաչանենց թանգարանում, որտեղ այդ ընդհանրություններն ակնհայտ են։ Այս առումով մենք կարող ենք արդյունավետ համագործակցություն ունենալ և կազմակերպել բազմաթիվ մշակութային միջոցառումներ։ Թանգարանի բացմանն աջակցելու համար Բաբախանյանը վկայականներ է հանձնել բարեսիրտ անձանց։ Իտալիայից Մարիանա Բաբայանը և Կլաուդիո Աբիտանտին, փոքրիկ Լեոյի հետ միասին ես հանձնում եմ վկայականը։ Սա կարծես դարբնոց լինի, որտեղ երիտասարդները և գալիս կրթվում են և նաև ձևավորվում է այստեղ մտածելակերպ, բարեվարկություն, նրանք վերագնահատում են արժեքները, որը շատ հաճախ բացակայում է, և կռում են նոր քաղաքացի մեր հանրապետության համար։ Գրիգոր Բաբախանյանի խոսքով թանգարանը հասարակության ուշադրությունը սեփական մշակույթի վրա հրավիրելու լավագույն միջոցներից է, և այստեղ յուրաքանչյուր ցուցանմուշ ունի պատմություն, անցած ճանապարհ։ Թանգարանի առանձնահատուկ ցուցանմուշներից է Առաքել Դավրժեցու պատմությունը, որ հրատարակվել է 1669 թվականին Ամստերդամում Ոսկան երևանցու աշխատասիրությամբ։ Ինչտեղն է սա։ Չէ, քո տեղն է սա։
Ներկաները դիտեցին նաև անվանհուրին եւ ոսկանը ներկայացման առաջնախաղը, որից հետո միջոցառումը շարունակվեց Մաչանենց գինու համտեսով եւ խոհանոցի հյուրասիրությամբ։ Իսկ ծաղրանկարիչ քանդակագործ Հարություն Չալիկյանը հյուրերին շարժանկարներ նվիրեց։ Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ ֆրանսահայ օպերային երգիչ Ադամ Բարոն, Մաչանենց կրթահամալիրի կանոնահարներն ու դհոլահարները։ Հասմիկ Վահրադյան, Բեն Անտոնյան, Արմանուր։